Ապրիլի 25-ին այստեղ Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ իրենց աչքով էին տեսել երգչուհուն եւ չէին տեսել նրա գլխին կիսալուսնաձև կախազարդ։ Իդեպ համերգը նաեւ սոցիալական հարթակներում էր ուղիղ հեռարձակվում։ Բայց դա չխանգարեց, որ արհեստական բանականությամբ ստեղծված այս լուսանկարը դառնար վիրուսային, հազարավոր դիտումներ ու տարածումներ ունենար անպարկեշտ վիրավորական մեկնաբանություններով։ Իդեպ, եթե մարդկանց մի մասը իմանալով, որ կեղծ է այնուամենայնիվ տարածում էր, քիչ չէին նաև իրականում հավատացողները։ Սա դասական օրինակ է, թե իրական փաստի վրա ինչպես կառուցել կեղծ լուր, որ հավատացողներն ավելի շատ լինեն։ Դե երգչուհին իրական է, իրականում այստեղ երգել է եւ երգել է հենց այդ հագուստով։ Ուրեմն կախազարդն էլ կլինի իրական։ Օրական մի քանի, մեկ շաբաթում մեկ տասնյակից ավելի այսպիսի լուրեր են արտանետվում համացանց ու գրոհում մեր լրահոսը, լրահոսից էլ ուղեղը ու թեպետ այդ լուրերի մի մասը պարզունակ է ու արագ հերքվող, բայց փորձագետները պնդում են այդ հերքումները շատ քիչ դեպքերում են հասնում այդպիսի լուրերը կարդացող, հավատացող տարածողներին։ Եթե հերքում է, նստվածքը թողում եմ միևնույն։ Ես անկեղծ ասած չեմ հաշվել, քանի կեղծ լուր է եղել այս շաբաթվա ընթացքում, բայց հաստատ մոտ 10 կամ 10-ից ավել կան։ Միջինացված ասեմ, 3-ից 4 կեղծ լուրեր են անցնում, բայց կան լուրեր, որոնք կրկնվում են, կան լուրեր, որտեղ մանիպուլյացիան կամ կեղծիքի սահմանը շատ նուրբ է։ Եթե ես օրինակ թվերով խոսեմ, մենք նախորդ տարվա մայիս ամսից մինչև այս տարվա ապրիլ ամիսը ունեինք այնքան դեպք, որքան ապրիլ ամսվա ընթացքում ամբողջը։ Այսինքն, եթե այնտեղ 62-65 դեպք էր հասնում, հիմա դրանք ավելացել են շուրջ 50-ով, եւ դեռ ապրիլ ամիսը չի ավարտվել։ Տեմպերի ու ծավալների մասով իհարկե աճ կա, բայց ըստ Նազելի Բաղդասարյանի դա միայն Հայաստանին չէ, որ բնորոշ է եւ միայն սպասվող ընտրություններով պայմանավորված չէ։ Բացատրությունը թերևս այն է, որ սոցիալական ցանցերը, հարթակները ավելի ընդգրկուն են դարձել եւ մարդկանց համար ինչու՞ չէ դարձել են նաեւ լրատվության աղբյուրներից մեկը։ Նաեւ կարևոր հանգամանքն այն է, որ փոխվել է մեթոդաբանությունը տեղեկատվության տարածման։ Եթե նախկինում հիմնականում կեղծ լուր էին հրապարակում, հիմա մանիպուլատիվ է, այսինքն այդ տեղեկատվության լուրի ինչ որ մի տոկոսը, ասենք 10-15% ճշմարիտ է։ Այնուհետև արդեն փորձում են մանիպուլացնել։ Փաստեր ստուգող լրագրող Նանե Մանասյանը եւս կիսաճշմարիտ լուրերն ավելի վտանգավոր է համարում։ Ամենավառ օրինակը հենց Իվետա Մուկուչյանի կախազարդն է։ Զարմանալի էր, որ մարդիկ դրան հավատացին, որովհետև անկախ վերաբերմունքից այդ համերգային միջոցառմանը, այդ երգչուհու նկատմամբ վերաբերմունքից եւ որևէ բանի նկատմամբ վերաբերմունքից կարելի էր անել շատ արագ փաստերի ստուգում, ուղղակի բացել համերգի ուղիղ հեռարձակումը եւ ինքնուրույն համոզվել Իվետա Մուկուչյանը ինչպիսի կախազարդ էր կրում այդ օրը համերգի ընթացքում։ Հիմնական նպատակը հետեւյալն է, որ մեծ տրավման, ողբերգությունը, ցեղասպանությունը ըստ էության դարձնել շահարկման առարկա։ Օրինակ, ապրիլի 24-ից հայկական մեդիատիրույթում սկսեց տարածվել թուրք օգտատիրոջ կողմից հրապարակված մի լուսանկար, որը սակայն հին էր։ Ապրիլի 26-ից էլ այս լուսանկարը սկսեցին շրջանառել, թե քաղաքացու օրվա միջոցառումներին գորշ գայլերի նշան են ցույց տվել։ Որը պարզապես համերգի ժամանակ ռոք մշակույթին բնորոշ ժեստ էր անում, որը այո նման է գորշ գայլերին, բայց մենք դանդաղացրել ենք կադրերը, հատուկ նայել ենք, այնտեղ որևէ գորշ գայլերի նշանը ժեստը հիշեցնող բան չկար, բայց ինչու է դա այդպես արագ տարածվում, որովհետև այդ թեզը շատ ակտիվորեն նաև շրջանառվում է, այսինքն կա տեղեկատվական աշխատանք, նախապատրաստված որը այսպիսի կեղծիքների համար շատ պարարտ է տարածվելու։ Խաղում են հասարակության այսպես էմոցիաների վրա եւ նաեւ անտեղյակության վրա։ Կեղծ լուրերը սպասարկում են կոնկրետ նարատիվներ ամեն օր, կեղծն ու իրականը տարբերակելու արդյունքում է այդպիսի դիտարկման հանգել Նանե Մանասյանը։ Այսինքն դրանք օդից չեն գալիս։ Մի ֆեյք նորություն, որը այսօր ստուգել եմ եւ նյութը կհրապարակվի, նրա մասն է, որ հանրային հեռուստաընկերությունը Նիկոլ Փաշինյանը վաճառել է թուրքական հոլդինգի։ Սա հերթական կեղծ լուրն է, եթե չգիտեիք, իմացեք, որ դուք այլևս թուրքական հոլդինգի աշխատող եք ըստ X-ի որոշ օգտատերերի եւ լուրի հեղինակը բոլորին շատ հայտնի Okay Deprem-ն է։
Խոսքը Կրեմլի քարոզիչ համարվող թուրք լրագրողի այս հոդվածի մասին է։ Տեղեկությունն ապրիլի 29-ից համակարգված տարածել են X-ի մի շարք օգտահաշիվներ արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութով։ Մինչդեռ Հայաստանի օրենսդրությամբ հանրային հեռուստաընկերությունը երբեք եւ ոչ մեկին չի կարող վաճառվել։ Հիմնականում մենք նկատել ենք, որ կարևոր համապետական միջոցառումներից կամ իրադարձություններից առաջ այդ ապատեղեկատվական գրոհները հասնում են իրենց պիկին։ Նման մոտեցումներ մենք տեսել ենք օրինակ J.D. Vance-ի այցից առաջ, նման բավականին ակտիվ տեղեկատվության տարածում, այս դեպքում կեղծ տեղեկատվության տարածում տեսնում ենք, որ ունենք Եվրոպական համայնքի գագաթնաժողովից առաջ, եւ սա արդեն որոշակիորեն իրենց մեթոդաբանությունն է նշмарում։ Այդպիսի լուրերի աշխարհագրությունն ու տարածման հարթակները տարբեր են լինում, երբեմն նույն լուրը տարբեր հարթակներով է միաժամանակ տարածվում։ Նախ եւ առաջ իրենք տարածվում են կամ Telegram-յան ինչ-որ ալիքում, կամ X-ի հարթակում, եւ բոտային տրամաբանությամբ սկսում է տարածումը կամ Matryoshka բոտը հիմնականում Հայաստանի դեմ ուղված կամ Storm 15-16-ը, որը նույնպես հայտնի տարածման մեխանիզմ է եւ այդ օղակը մենք տեսնում ենք։ Երկրորդ տարբերակը դա քիչ ծանոթ կայքերն են։ Այսինքն ինչ որ կայք է, որը հայտնի միջազգային լրատվամիջոցի հայելային կեղծ տարբերակն է 1.1 տառ ավել եւ սովորական ընթերցողը կարող է նույնիսկ չնույնականացնի, որ սա իրական կայքը չէ։ Այդպիսի մենք փորձեր ունենք, երբ փորձել ենք կեղծել Euronews-ը, երբ փորձել էին կեղծել ֆրանսիական հայտնի պարբերականները, մեծ շատ արագ մենք կապվեցինք մեր գործընկերների հետ, երկու հարթակներից էլ եւ իրենք արագ արձագանքեցին։ Բայց քիչ չեն դեպքերը, երբ այդպիսի ակնհայտ կեղծ նաեւ Հայաստանի պետական շահերին հակասող լուրերը արագ հայտնվում նաեւ հայկական մեդիադաշտում եւ տարածվում ակտիվորեն։ Եվ այստեղ խնդիրը ծագում կամ օբյեկտիվորեն հարց է առաջանում, թե ում են ծառայում իրենք եւ հատկապես ինչ նպատակների։ Մեր մեթոդաբանությունը հետեւյալն է՝ չարձագանքել բոլոր կեղծ լուրերին, այլ փորձել կանխել դրանց տարածումը եւ հատկապես ներթափանցումը հայկական մեդիատիրույթ։ Եվ դա է նաեւ պատճառը, որ մեզ նախորդող ժամանակահատվածում հաջողվել է արդեն 230-ից ավելի բոտային ցանց արգելափակել X-ում մեր գործընկերների միջոցով, այժմ նաեւ ակտիվ փոխշփումներ ունենք Meta-ի գործընկերների հետ։ Բոլոր այդ տեսակի լուրերը իրենք հետեւյալ հիմնական նպատակը ունեն թույլատրել վստահությունը կամ խորացնել անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Տեղեկատվական հարձակման այս նույն ձեռագիրը տարբեր երկրներում է դիտվել, երկրից երկիր տեղափոխվելիս մեխանիզմները չեն փոխվել։ Մեխանիզմները նույնն են, ինդիվիդուալ որևէ բան չկա։ Դրանք բոլորը ռուսական ապատեղեկատվական ցանցեր են։ Կիրառվել են Մոլդովայի, Ուկրաինայի, Ռումինիայի եւ այլնի նկատմամբ եւ այդ ամեն ինչը 2025 թվականից սկսած հատկապես նույնությամբ կիրառվում է Հայաստանի նկատմամբ։ Տարբերությունը հետեւյալն է. բնականաբար իրենք ուսումնասիրում են ամեն երկրի ներքին քաղաքական իրավիճակը, իրենք ուսումնասիրում են հասարակությունում առկա տարբեր տրավմաները կամ այդ օրվա խոսույթը ու դրա վրա կառուցում կեղծիքը։ Օրինակ, երբ սահմանապահի օրը ապրիլի 27-ին վարչապետը խոսեց նաև Վրաստանի հետ սահմանազատման գործընթացն ավարտելու մասին, շատ արագ լուր տարածվեց, թե Հայաստանը դիտարկում է Վրաստանին փոխանցել Ջիլիզա գյուղը։ Իրենք փորձում են համոզել, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները զիջողական իշխանություններ են, իրենք չեն կարողանում Հայաստանի շահերը ներկայացնել ու ասում են այդ տեսեք զիջեցին Ադրբեջանին, նաև կզիջեն Վրաստանին եւ ընդհանրապես բոլորին կզիջեն։ Վրացական սունկ կայքերն էին դա տարածել, բայց մամուլի քարտուղարը վարչապետը շատ արագ արձագանքեց դրան։ Տեղեկատվություն տարածվեց, որ սահմանազատման գործընթացի արդյունքում զիջվելու է Ալավերդու խոշորացված համայնքի մեկ բնակավայր, որը ինչպես նախորդիվ նշել եմ, նախորդիվ շրջանում հիմա եւ հետո ցանկացած երևույթ, որը Հայաստանի տարածքային ամբողջականությանն է հարում, բնականաբար ի բնակեղծ է եւ մենք մեր հերքումները շարունակելու ենք ինչպես հիմա, այդպես էլ հետո եւ սրա նպատակը ելի որոշակի լարվածություն մտցնելն էր։ Ես պետք է նշեմ, որ հատկապես այն աղբյուրները, որոնք հանդիսանում էին սկզբնաղբյուր այս լուրի կեղծ լուրի տարածման, մեր հերքումից հետո այդ լուրերը հեռացրել են։ Նազելի Բաղդասարյանը պատմում է, ըստ իրենց ուսումնասիրությունների կեղծ պատումների հիմնական թեմաներն են վարչապետի անհավանական ունեցվածքը տարբեր երկրներում։ Երկրորդ թիրախում մեր ինքնությունն է, պետականությունը, ժողովրդավարական արժեքները։
Նաև միջազգային գործընկերների հետ հարաբերությունները, օրինակ, Նախորդ շաբաթվա ընթացքում եւս մեկ լուր էր տարածվել, որը կապվում էր Հայաստանի օդանավերի հետ եւ իբր թե վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Թրամփը ունեցել էին հեռախոսազրույց, որի ընթացքում ինչ որ մտքեր էին փոխանակել։ Այդ ժամանակահատվածում առհասարակ երկու երկրների ղեկավարների միջև որևէ հեռախոսազանգ չէր եղել։ Արձագանքը իմ կողմից շատ արագ էր, նաեւ համապատասխան արձագանք եղավ Հայաստանում ամերիկյան դեսպանության կողմից։ Սա շատ կարեւոր է, որ նաեւ մեր միջազգային գործընկերները հասկանում են, որ թիրախավորում են նաեւ միջազգային հարաբերությունները, երկու երկրների երկկողմ հարաբերությունները եւ միշտ պատրաստական են ու արձագանքող։ Քիչ չեն նաև լուրերը, որոնց հերոսը հենց Նազելի Բաղդասարյանն է։ Ամենաթարմը օրեր առաջ է տարածվել, իբր ինքը գնահատական է տվել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հնչած կրակոցներին։ Փորձել էին արհեստական բանականության ներդրմամբ ինչ որ իրական տեսանյութեր, որոնք 1 տարի առաջ էր հրապարակվել իմ էջում, հարմարեցնել եւ ստեղծել այդպիսի մեկ կեղծ լուր կամ պատում, որը նույնպես հերքվել է նաեւ կապի մեջ ենք մեր ամերիկացի գործընկերների հետ։ Հասարակության բևեռացումն ու կեղծ լուրերի ավելացումը ավելացնում է նաեւ ատելության խոսքը, օրինակ այսպես՝ բոլորը բոլորի նկատմամբ։ Մենք նաև վերջերս ունենք հրապարակում նրա մասին, թե ինչպես է մեդիան գեներացնում ատելության խոսքը, օրինակ դա հատկապես երևում է փողոցային հարցումների ժամանակ, երբ որ որոշակի ուղղորդում պարունակող հարց են տալիս եւ կորզում են ատելություն պարունակող խոսք, բռնության կոչ, վիրավորանք, ծաղր եւ այլն, եւ հատկանշական այն է, որ հրապարակում են դա, այսինքն մեդիան չի զտում ատելության խոսքը, սա մեկ, եւ երկրորդը այդ հրապարակումների տակ տեսանյութերում ատելության հերթական գեներացիան է տեղ ունենում։ Ատելության խոսքը մեղմելու, թացը չորից, իրականը կեղծիքից տարբերելու նպատակով քարոզարշավի մեկնարկից առաջ փաստեր ստուգող 6 խմբագրություն միավորվել են փաստացի խմբագրություն էջում։ Մենք ճիշտ համարեցինք, որ մեր ջանքերը միավորվեն եւ մեր ամբողջ աշխատանքը լինի մեկ հարթակում եւ մարդիկ, ովքեր փնտրում են ստուգված լուրեր կամ կասկածում են որևէ լուր կեղծ է թե չէ, միանգամից գան ընդամենը մեկ հարթակ։ Ավելացող կեղծ լուրերի հոսքը ոչ միայն անընդհատ հերքումներով, այլև գործիքներով փորձում է կանխել կառավարությունը։ Դա է նաև պատճառը, որ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը վերջերս թողարկել է մեկ գործիք, որը կոչվում է Ստուգել EM։ Այստեղ մուտք գործել կարող են բոլորը եւ իրենց ձեռքով պարզել ու աչքով տեսնել ցանկացած նկար, տեսանյութ կամ տեքստ։ Գեներացված է AI գործիքով, թե ոչ։ Իրինամ Կրչյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Հակոբ Թումանյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։